Պարագլխի իշխանության ամբողջական բնութագիրը կարելի է ամփոփել մեկ բառով՝ ստախոսություն և դրանից ուղղակիորեն բխող անսահման եսասիրություն։ Նրա խոստումները, որոնք 2018-ին ոգևորում էին մարդկանց, տարիների ընթացքում վերածվեցին ուղիղ հակառակին։ Նա իր քաղաքական գործունեությունը կառուցեց պոպուլիզմի վրա, որտեղ առաջնայինը ոչ թե խոստացածը կատարելն էր, այլ ժողովրդին գրավելը, աչքալուսանք տալով մի բանի, որն ինքն երբեք մտադրություն չուներ անելու։ 2018 թվականի մայիսի 8-ին, որպես վարչապետի թեկնածու, ազգային ժողովում ունեցած իր ելույթում նա հայտարարեց, որ շատ խորհրդանշական և ուշագրավ է, որ հենց այդ օրն է հեղափոխությունն ունենում իր հաղթական ավարտը, ընտրվում վարչապետ, որը լայն հնարավորություն է ստեղծում Արցախի արցախցիների համար և արդյունքում Արցախի դե ֆակտո անկախությունը դառնալու է դե յուրե անկախություն։ Նման բովանդակ հայտարարությունների գագաթնակետը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածնդի հրապարակում արած հայտարարությունն էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նույն անձնավորությունը 44-օրյա պատերազմից հետո սկսեց հնչեցնել իր նախկին դիրքորոշումներին լրիվ հակառակ դիրքորոշումներ, որի կուլմինացիան 2022 թվականի հոկտեմբերի 6-ին էր Պրահայում, որտեղ Պարագլուխը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը դրա կազմում, դրանով իսկ հայտարարելով Արցախն Ադրբեջան է և վերջ։ Հետևանքը գիտենք։ Նույն թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ Լաչինի միջանցքը, սկսելով շուրջ 9 ամիս տևած Արցախի շրջափակումը, իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին վարչախմբի անտարբերության և դիտորդի կարգավիճակ որդեգրելու ֆոնի վրա լայնամասշտաբ հարձակում սկսեց հյուծված Արցախի վրա, այն վերջնականապես հայաթափելով։ Պարագլուխն այդ ընթացքում բազմաթիվ հայտարարություններ արեց Արցախի շուրջ բանակցությունների ընթացքում Արցախին կարգավիճակ տալու համար, հայկական դիրքորոշման նշաձողն իջեցնելու, անջատում հանուն փրկության բանաձևի կյանքի կոչելու մասին, որոնք բնականաբար նույնպես սուտ էին։ Այս ամենից հետո Փաշինյանի հռետորաբանությունն ավելի ցինիկ դարձավ։ Այժմ արդեն խոսվում էր այն մասին, որ Արցախի զիջումը կարող է հանգեցնել խաղաղության և բարգավաճման։ Գործի դրվեց նոր բանաձև՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Այս անգամ էլ սկսեց հայտարարել, որ Հայաստանի սահմաններն են իր համար կարմիր գիծ։ Ինչ եղավ։ Ադրբեջանը ներխուժեց Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր, գրավելով Հայաստանի Հանրապետության տարածքից մի զգալի հատված, զբաղեցնելով կարևոր ստրատեգիական դիրքեր։ Պարագլուխը ոչ միայն ոչինչ չարեց, այլ հայտարարեց անբնակ, ձյունածածկ սարերի համար հոպատերազմ չէինք անելու։ Սուտը և դրա հետևանքները՝ սնափառությունը, գոռոզամտությունը, ճոռոմանխոսությունը, դատարկությունն ու անարժեքությունը, անհուն և անսահման էգոիզմը ոչ միայն այս ազգադավի, այլ սրա դատին պատկանող և անձնական օգտագործման մյուս երկոտանի ուսապարկերի ամբողջական էությունն են։ 2018-ին իշխանության փոխանցման այդ բեմադրության ժամանակ Պարագլուխը հայտարարում էր, որ արագաչափերը, տեսախցիկները Հայաստանում տեղադրվել են ոչ թե քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, այլ պարզապես բյուջեն լցնելու համար։ Նա բացահայտ ասում էր, որ իր իշխանության օրոք այս պրակտիկան կվերանա։ Հնչեց հերթական պոպուլիստական թեզը՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ինչ ունենք այսօր։ Ոչ միայն արագաչափերը չեն հանվել, այլ դրանց թիվն ավելացել է, իսկ տուգանքների համակարգը դարձել է ավելի անխնա, խստորեն պատժելով անգամ չնչին խախտումները։ Այս ամենին զուգահեռ վարչախումբը զգալիորեն մեծացրել է հարկային բեռը քաղաքացիների և բիզնեսի վրա, շարունակ ավելացնելով տուգանքները և վարչական ճնշումները։ Արդյունքում Հայաստանի քաղաքացին դարձավ միայն ու միայն տուգանքի մատերիալ։ Պարագլուխն իշխանության եկավ հայտարարելով, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չի լինելու և որ նրա կառավարությունը լինելու է թափանցիկ ու հաշվետու։ Ինչ ունենք իրականում։ Նրա շրջապատը խոշոր բիզնեսների տեր դարձավ։ Հարազատներն ու թիմակիցները միլիոնավոր դոլարների ունեցվածքներ դիզեցին։ Սկսեցին պրակտիկավորվել պետական կոռուպցիան։ Թիմակիցներին պետական բյուջեից տրվող ահռելի չափերի պարգևավճարները դարձել են սովորական երևույթ։ Պետական գնումներն իրականացվում են առանց թափանցիկության, մեծ թվով կասկածելի գործարքներով։
Նշված եւ շատ այլ փաստեր ցույց են տալիս, որ Պարագլխի խոստացած կոռուպցիայի դեմ պայքարը պարզ ձևականություն էր, մինչդեռ իրականում համակարգը ոչ միայն չի բարելավվել, այլ որոշ դեպքերում ավելի վատ է դարձել։ Ստերի շարքից է նաև անկախ դատական համակարգի ստեղծումը։ Միայն այն փաստը, որ Բարձրագույն դատական խորհուրդ անկախ սահմանադրական մարմնի ղեկավարը մեկ այլ սահմանադրական մարմնի ղեկավարի, վարչապետի հեռախոսային հաղորդագրությամբ ստորացուցիչ ձևով հրաժարական է տալիս, դատական համակարգում տիրող իրավիճակի լավագույն ինդիկատորն է։ Իշխանության գալով Պարագլուխն իրեն բնորոշ պոպուլիստական ոճով քննադատեց զինվորի կենցաղային ապահովման եղած մակարդակը եւ հայտարարեց, որ այն 180 աստիճանով փոխվել է։ Դրա պոպուլիստական մարկերն էլ դարձավ զինվորին տրվող կլուբնիկը։ Ինչ ունենք այսօր, սնունդը հատկապես պահածոներն ընդհանրապես պիտանի չեն ուտելու համար, իսկ զինվորների գերակշիռ մասը սնվում է զորամասերի թեյարաններում կամ սնունդ են պատվիրում դրսից առաքման միջոցով։ Զինվորի հագուստն էլ շարունակում են գնել հարազատները։ Ասածիս մեջ համոզվելու համար ուղղակի պտտվեք Հայաստանի բոլոր քաղաքներում գործող զինվորական հագուստ եւ այլ պարագաներ վաճառող բազմաթիվ վաճառակետերով։ Եվ տեսեք, թե ովքեր են հիմնականում գնորդները։ Այս ամենը նշում ենք եւս մեկ անգամ ցուցադրելու համար, թե ում եւ ինչի հետ գործ ունենք, եւ սրա համատեքստում հասկանալու, թե ինչ է մեզ սպասվում։ Իսկ մեզ սպասվում է հաջորդ մեծ աղետը՝ Սյունիքը։ Այսօր վարչախումբը փորձում է վաճառել Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի միֆը, ներկայացնելով, թե Սյունիքով ճանապարհ տրամադրելը մեզ ոչինչ չի սպառնում, սակայն իրականում խոսքը ոչ թե ճանապարհի, այլ միջանցքի մասին է, որը պահանջում է Ադրբեջանը։ Պարագլուխը հայտարարում է, որ մենք վերահսկելու ենք այդ ճանապարհը, բայց նույնը խոստանում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասին, ինչը եղավ, բոլորս գիտենք։ Այժմ էլ նույն սցենարն է։ Այսօր խոստանում են ճանապարհ, բայց վերջում այն վերածվելու է Ադրբեջանի պահանջած միջանցքի, որը եւ հանգեցնելու է Սյունիքի վերջնական կորստին։ Այժմ հարց. հասկանում է արդյոք այս ամենը Պարագլուխը։ Իհարկե հասկանում է։ Նաև գիտակցում է, որ հետդարձի ճանապարհ այլևս չունի։ Այժմ նա պատրաստ է զոհաբերել Հայաստանի տարածքները, ինքնիշխանությունը եւ նույնիսկ ժողովրդին, միայն թե մնա իշխանության։ Ահա այս տրամաբանության մեջ է, որ մենք տեսնում ենք նրա քաղաքականությունը։ Ոչ մի կարմիր գիծ, ոչ մի սկզբունք, միայն իշխանության պահպանում։ Ներկայումս Հայաստանի իրավիճակը ոչ միայն անվտանգության, այլև սոցիալ-տնտեսության տեսանկյունից անկման մեջ է։ Այսօր Հայաստանի փրկության միակ ճանապարհը Պարագլխին եւ իր ուսապարկերին իշխանությունից պոկել քերելն է։ Սա ոչ թե արդեն քաղաքական հարց է, այլ ազգային անվտանգության, գոյության խնդիր։ Ելքը մեկն է՝ համաժողովրդական ընդվզման միջոցով սրանց հեռացում, լայն կոնսոլիդացված ժամանակավոր կառավարության ձևավորում եւ արտահերք խորհրդարանական ընտրություններ, որը եւ հետագայում կձևավորի ազգային փրկության եւ ազգային արժեքների վրա հենված ազգային գաղափարախոսության վերածննդի կառավարություն։ Հայաստանում մեկընդմիշտ նիկոլիզմին պետք է վերջ տրվի եւ այդ վերջը պետք է լինի համահայկական Նյուրնբերգը։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր պետականությունն ու ապագան։